Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլի ամենասպասված հանդիպումներից մեկը։ Հայաստանի փոխչեմպիոն Նոան սեփական հարգի տակ ընդունեց հոլանդական ֆուտբոլի հսկաներից մեկին՝ Ալկմարին։ Խաղը ավարտվեց տանտերերի սենսացիոն հաղթանակով 1-0 հաշվով։ Համբարձումյանի ոսկե գոլը հանդիպման բախտորոշ պահը վրա հասավ 53-րդ րոպեին։ Փորձառու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը օգտագործելով իր ողջ հմտությունը գրավեց մրցակցի դարպասը մարզադաշտում առաջացնելով ցնծության իսկական ալիք։ Այս գոլը Նոային ռազմավարական մեծ առավելություն տվեց փետրվարի 26-ին կայանալիք պատասխան խաղից առաջ։ Խաղը առանձնահատուկ էր նաև իր հյուրերով։ Տրիբունաներում թիմի կողքին էին հայկական սպորտի լեգենդները եւ ներկայիս առաջատարները՝ Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Արսեն Հարությունյան, Արման Ծառուկյան։ Մարզիկները ոչ միայն հետևում էին խաղին, այլև իրենց ներկայությամբ ոգեշնչում էին ֆուտբոլիստներին։ Սիրելի հայրենակիցներ, մեր հայկական թիմը Նոան առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Եվրագավաթեին փլեյ-օֆ փուլում է։ Փետրվարի 19-ին ժամը 21:45-ին հանրապետական մարզադաշտում եկեք բոլորս միասին գնանք եւ երկրպագենք մեր թիմին։ Առաջ Նոա, առաջ Հայաստան։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Եվրոգավաթի փլեյ-օֆում է մեր թիմը, հայկական թիմը Նոան։ Եկեք փետրվարի 19-ին բոլորովս գնանք հանրապետական մարզադաշտ եւ մեր թիմի կողքը լինենք։ Առաջ Նոա, առաջ, հաղթանակ Նոա։ Ֆուտբոլային երեկոն վերածվել էր մշակութային մեծ տոնի, մարզադաշտում տեղի ունեցավ շքեղ միջոցառում դհոլների կատարմամբ, ինչը էլ ավելի թեժացրեց մթնոլորտը եւ հայկական էներգետիկա հաղորդեց խաղին։ Բացի մարզիկներից Նոային աջակցելու էին եկել նաեւ բազմաթիվ սիրված արտիստներ եւ հանրային դեմքեր, ովքեր սոցցանցերի իրենց էջերում կիսվում էին հաղթական էմոցիաներով։ Այս հաղթանակը ոչ միայն մարզական հաջողություն է, այլև մեծ քայլ է Հայաստանի վարկանիշը եվրոպական ասպարեզում բարձրացնելու ճանապարհին։ Դե ինչ, Օրագիր Նյուզը շարունակում է հետևել կարևոր իրադարձություններին։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։